Աքլորը և երկանքը ռուսական հեքիաթ Կար չկար մի ծերունի կար իր պարավի հետ Շատ ու շատ աղքատ էին նրանք Հաց չունեին գնացին անտառ կաղին հավաքեցին ու բերին տուն սկսեցին ուտել Պարավի ձեռքից մի կաղին ընկավ գլորվեց հատակի տակ Շատ անցավ թե քիչ Կաղինը ծլեց ու քիչ հետո հասավ հատակին Պառավը նկատեց այդ և ասաց Այ ալևոր, արի հատակի տակը կտրիր, տեղ բաց արա, թող մեր կաղնին աճի, մեծանա Որ մեծացավ, էլ կաղին բերելու համար անտառ չենք գնա, հենց մեր տան մեջ կքաղենք Ծերունին տախտակը կտրեց, կաղնին աճեց, հասավ առաստաղին Պառավը նորից ասում է Այ ալևոր, արի առաստաղը ծակիր, թող կաղնին դուրս գա, աճի ու մեծանա Ծերունին առաստաղը ծակեց, հետո էլ տանիքը ծակեց, կաղնին աճում է ու աճում և հասավ մինչև երկինք Ահա մի օր պառավի ու ծերունու կաղինը վերջացավ Ծերունին մի պարկ վերցրեց ու բարձրացավ կաղնու ծառը Բարձրացավ, հասավ երկինք Տեսավ մի խրճիթ, ներս մտավ Խրճիթում նստած է մի ոսկեկատար աքլոր, դրված են երկու երկանքաքարեր Ծերունին առանց երկար մտածելու երկանքաքարերը դրեց պարկի մեջ, շալակեց, աքլորը թևի տակն առավ ու ցած իջավ ու ասում է Առ պառավ, քեզ համար աքլոր ու երկանքաքարեր եմ բերել Պառավը աքլորին կանգնեցրեց մի ծողի վրա, երկանքաքարերն իրար վրա դրեց ու սկսեց աղալ Հենց որ քարը պտտեց, տակից գաթա ու կարկանդակ թափվեց, որքան պտտեց, հա գաթա ու հա կարկանդակ թափվեց Խրճիթի պուճախը լցվեց գաթայով ու կարկանդակով, պառավը ծերունուն կուշտ կերակրեց, ինքն էլ կուշտ կերավ Սկսեցին ապրել անդարդ ու անհոգ, ոսկեկատար աքլորն էլ նրանց հետ Այս հրաշք երկանքի լուրը հասավ աղային, սա եկավ պառավի ու ծերունու մոտ և ասում է Ուտելու մի բան չեք ունենա Պառավն ասում է Ինչ կուզես, որ տամ քեզ ուտելու սիրելիս, գաթա ու կարկանդակ կուտես Երկանքը վերցրեց ու սկսեց աղալ Գաթաներն ու կարկանդակները ցած թափվեցին երկանքաքարերի տակից Աղան կերավ ու ասում է Տատիկ, արի ծախիր ինձ քո երկանքը Ինչ ես ասում սիրելիս, ծախել չեմ կարող Ահա ծերունին ու պառավը պառկեցին քնելու, իսկ աղան գողտուկ երկանքը վերցրեց ու տարավ Արթնացան ծերունին ու պառավը, տեսան, որ երկանքը գողացել են, սկսեցին դարդ անել Ոսկեկատար աքլորը դարձավ նրանց ու ասաց Ծերունի, դարդ մի անի, դու էլ այ պառավ, դարդ մի անի, ես երկանքը ետ կբերեմ Աքլորը ցած իջավ ծողից ու գնաց երկանքը փնտրելու Վազում է ճանապարհով, մեկ էլ նրա դիմաց գալիս է մի աղվես Ոսկեկատար աքլորիկ, այդ ուր ես գնում Աղայի մոտ, երկանքը բերելու Ինձ էլ տար Մտիր քուչիս մեջ Աղվեսը նետվեց, մտավ աքլորի քուչի մեջ Գնացին, դիմացը եկավ գայլը Ոսկեկատար աքլորիկ, այդ ուր ես գնում Աղայի մոտ, երկանքը բերելու Ինձ էլ տար Մտիր քուչիս մեջ Գայլը նետվեց, մտավ աքլորի քուչի մեջ Գնացին,
դիմացը եկավ արջը։ Ոսկե կատար Աքլորիկ, այդ ուր ես գնում։ Աղայի մոտ երկանքը բերելու։ Ինձ էլ տար։ Մտիր քուչիս մեջ։ Աքլորը արջին էլ թաքցրեց իր քուչի մեջ։ Վազեց հասավ աղայի տուն, բարձրացավ դարպասի գլուխը և գոռաց. Ծուղրուղու, այ աղա, շուտ, ինձ մեր երկանքը բեր։ Աղան ձայնը լսեց, լուսամուտից Աքլորին տեսավ ու ծառային ասաց. Գնա այդ Աքլորին գցիր սագանոցը, թող սագերը մի լավ բզկտեն դրան։ Աքլորին բռնեցին, սագանոցը գցեցին, Աքլորը ձայն տվեց. Աղվես, դուրս արի իմ քուչից, սագերին խեղդիր։ Աղվեսը դուրս թռավ Աքլորի քուչից, սագերին խեղդեց, շալակեց ու փախավ։ Իսկ Աքլորը նորից բարձրացավ դարպասի գլուխը. Ծուղրուղու, այ աղա, շուտ, տուր ինձ մեր երկանքը։ Աղան լսեց ու բարկացավ. Ծառա, բռնիր Աքլորին, գցիր կովերի գոմը, թող մի լավ տրորեն դրան։ Աքլորին բռնեցին, գցեցին կովերի գոմը։ Աքլորը ձայն տվեց. Քեզ տեսնեմ, քաջ գայլ, դուրս եկ իմ քուչից, կովերին կոտորիր։ Գայլը դուրս թռավ քուչից, բոլոր կովերին կոտորեց, կուշտ կերավ ու փախավ։ Աքլորը նորից բարձրացավ դարպասը. Ծուղրուղու, այ աղա, շուտ, տուր ինձ մեր երկանքը։ Աղան առաջվանից ավելի շատ բարկացավ. Ծառա, բռնիր այդ Աքլորին, գցիր ձիերի գոմը, թող ճխլեն դրան։ Աքլորին գցեցին ձիերի գոմը և նա ձայն տվեց. Քեզ տեսնեմ, քաջ արջ, դուրս եկ իմ քուչից, ջարդիր ձիերին։ Արջը դուրս թռավ քուչից, բոլոր ձիերին ջարդեց ու գնաց անտառ։ Իսկ Աքլորը նորից բարձրացավ դարպասը. Ծուղրուղու, այ աղա, շուտ, տուր ինձ մեր երկանքը։ Իսկ աղան գոռում է, բռունցքը խփում սեղանին. Այսինչ Աքլոր է, քանդեց իմ տունը, բոլոր անասուններին կոտորեց, բռնեցեք, մորթեցեք դրան։ Աքլորին բռնեցին, գլուխը կտրեցին, աղան իր ձեռքով փետրեց, տապակեց ու կերավ և ուզեց քնել։ Իսկ ոսկեկատար Աքլորը նրա փորի միջից կանչում է. Ծուղրուղու, այ աղա, շուտ, տուր ինձ մեր երկանքը։ Աղան վախեցավ, վեր թռցրեց թուրը ու շրախկ իր փորին։ Փորը պատռվեց, ոսկեկատար Աքլորը դուրս թռավ այնտեղից, երկանքը վերցրեց ու պուկ։ Երկանքը բերեց, տվեց պառավին ու ծերունուն, սրանք ուրախացան, գաթա կարկանդակ աղացին ու այն օրից ապրում են ուրախ ու երջանիկ։ Աքլորն էլ իրենց հետ։